Երիտասարդական միության ստացված համագումարին հաջորդում է հայկական վերածնունդ կուսակցության կանանց միության համագումարը։ Լեփլեցուն դահլիճում հավաքվել են միևնույն գաղափարները կրող ու իրենց քաղաքական ուժին վստահող տարբեր ոլորտի կանայք։ Համագումարն իր ներկայությամբ պատվել էր հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Հարգելի պատվիրակներ, թույլ տվեք հայկական վերածնունդ կուսակցության կանանց միության համագումարը հայտարարել բացված։ Համագումարի նախագահության հաստատումից հետո հայկական վերածնունդ կուսակցության կանանց միության նախագահ Մարինե Քոչարյանը ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածի աշխատանքների ամփոփումը ու խոսեց առաջիկա ծրագրերի մասին, շեշտելով հայկական վերածնունդն այն ուժն է, որը խիստ կարևորում է կանանց դերը հասարակական քաղաքական գործընթացներում ու նաև մեծ ուշադրություն դարձնում կանանց խնդիրներին։ Պատմությունն ու ժամանակներն են ապացուցել, որ կինն իր խոհեմության ու ճկուն մտածողությամբ շատ հարցեր կարող է լուծել։ Նրա առաջարկած լուծումներն այն են, ինչ փնտրում է աշխարհը։ Կնոջ դերը կախված է հասարակության կառուցվածքից եւ նրան ընձեռած հնարավորություններից։ Կանայք կարող են արտաքին քաղաքականություն մշակել, պատերազմ մղել, տնտեսության տարբեր ոլորտներ ղեկավարել, պարզապես նրանց պետք է ընձեռվի այդ հնարավորությունը։ Իսկ որքան շատ են այդ հնարավորությունները, այնքան ավելի շատ է հասարակությունը շահում եւ ավելի հզոր է դառնում պետությունը։ Երկրի մրցակցությունը զգալիորեն պայմանավորված է նրանով, թե ինչ չափով են կանայք ներգրավված երկրի զարգացման գործընթացում։ Հայկական վերածնունդ կուսակցության շարքերում ընդգրկված են տարբեր կրթական եւ սոցիալական մակարդակ ունեցող տարբեր մասնագիտությունների տեր կանայք, որոնց թիվը կազմում է կուսակցության անդամների շուրջ 55%-ը։ ՀՀ մարզերում եւ Երևանի բոլոր համայնքներում հայկական վերածնունդ կուսակցության կառույցներին կից ստեղծվել եւ գործում են կանանց միություններ իրենց խորհուրդներով։ Նրանց արկայությունը ինքնանպատակ չէ։ Համագործակցելով կանանց միությունների եւ կուսակցության բոլոր կառույցների հետ, կանանց խորհուրդները ծրագրում եւ կատարում են իրենց աշխատանքները։ Հայկական հոգևոր մշակութային եւ պատմական արժեքների քարոզչության ուղղությամբ ելնելով ազգի եւ հայրենիքի հավիտենականության գաղափարներից, կանանց ընտանիքի մայրության եւ մանկության բազմապիսի հիմնախնդիրների վերհանման եւ լուծման ուղղությամբ ելնելով յուրաքանչյուր անհատի, ընտանիքի, հետեւաբար եւ ազգի արժանավայել կեցությունն ապահովելու հրամայականից։ Մեր կուսակցությունը խիստ կարևորելով կնոջ դերը քաղաքականության մեջ մեծ ուշադրություն է դարձնում կանանց հիմնահարցերին։ Իր գործունեության հենց սկզբից հայկական վերածնունդ կանանց միությունը իր ծրագրերը կազմելու համար առաջին հերթին նպատակ էր դրել կատարել ուսումնասիրություններ, հետազոտություններ, ուսումնասիրել կանանց քաղաքական մասնակցությանն առնչվող հատկապես ընտրությունները եւ տեղական ինքնակառավար մարմինների գործունեությունը, իրավասություններն ու լիազորությունները կարգավորող օրենսդրական դաշտը, բացահայտել կանանց տեղական ինքնակառավարման մարմիններում թեկնածություն առաջադրելու գործոնները, համեմատել եւ վերհանել տեղական ինքնակառավարման մարմիններին կանանց քաղաքական մասնակցությանն առնչվող առանձնահատկությունները։ Կանանց հիմնարար խնդիրները կան եւ լինելու են կանանց միության առանցքում։ Մեր ժամանակներում, երբ համաշխարհայնացման ահեղ հողմերը միտում ունեն համահարթեցնել ամեն ինչ, ամեն ազգային արժեք ունեցող ինքնություն, լեզու եւ մշակույթ, պատմություն եւ հիշողություն, երբ խալխլվում են ընտանիքի հիմքերը, երբ նյութապաշտությունն ու գործապաշտությունը ավերում է հոգեմտավոր արժեք ու սրբություն, երբ նահանջի ճամփան են բռնել դարավոր մարդկային ավանդույթները հոգին եւ ոգին, եւ նույնիսկ հայրենիքներն են պարպվում իրենց ոգեղենությունից դառնալու համար սոսկ բնակության վայր, երբ ոչ միայն հացիվ ապրելու հոգևոր բարոյական անհրաժեշտությունը դառնում է իմաստազուրկ հասկացություն, հրամայականն է դառնում վերածննդի գաղափարը։
Վստահաբար հայ կյանքը Հայաստանում եւ Սփյուռքում շատ բան պիտի շահի, եթե հայուին ավելի ներգրավի ազգային հասարակական պետական կյանքին, ամենապատասխանատու պաշտոններում եւ ոչ միայն իր գիտելիքներով ու հմտությամբ, այլև իր անձնազոհությամբ, անկոտրում ոգով, նուրբ զգայունությամբ, խորաթափանցությամբ ու հնարամտությամբ կարողանա իր բարերար նպաստը բերել հայ կյանքի բարեկարգման եւ զարգացման կարևոր գործին։ Հայկական վերածնունդ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ողջունի խոսքի համար մոտենում է ամբիոնին, բայց նախ իրեն են ողջունում չընդհատվող ծափահարություններով։ Շնորհակալություն։ Համագումարի մասնակիցներին ջերմորեն ողջունելով Արթուր Բաղդասարյանը կանանց դերը մեծապես կարևորեց ընտանիքից մինչև հասարակություն, երջանիկ է այն պետությունը, որտեղ կանայք ակտիվ են տարբեր ոլորտներում, այդ թվում կառավարման, փաստեց հայկական վերածնունդ կուսակցության առաջնորդը։ Սիրելի կանայք, թույլ տվեք ջերմորեն ողջունել այս գեղեցիկ իրադարձության կապակցությամբ, մաղթել մեր կանանց միության համագումարին արդյունավետ աշխատանք, այսօր այս համագումարի ընթացքում պետք է ընդունվեն նաև կարևոր որոշումներ եւ ես համոզված եմ, որ հայկական վերածնունդ կուսակցության կանանց միությունը իր ծանրակշիռ ներդրումն է ունենալու մեր քաղաքական պայքարի մեջ, որը նշանակում է հույս, հավատ, հաղթանակ մեր հայրենիքի այսօրվա եւ վաղվա օրվա նկատմամբ։ Մեծ է կնոջ դերը եւ ընտանիքում, եւ հասարակության մեջ, եւ քաղաքականության մեջ, եւ պետության կառավարման գործընթացում։ Հայտնություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ երջանիկ են այն ընտանիքները, որտեղ նկատվում է կնոջ սերը, հանդուրժողականությունը, նրբանկատությունը։ Երջանիկ են այն հասարակությունները, որտեղ կինը ակտիվորեն ներգրավված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում եւ իր մոտեցումներն է բերում այդ համակարգերում տարբեր որակի բարեփոխումներ ու փոփոխություններ իրականացնելու համար։ Եվ ի վերջո նաև ամուր ու երջանիկ են այն պետությունները, որտեղ կանայք ակտիվ ներգրավվածություն ունեն իրենց պետության կառավարման գործընթացին։ Ուզում եմ ձեզ այսօր այս դահլիճից հայտարարել, որ հայկական վերածնունդ կուսակցությունը եղել եւ մնում է հենց այն քաղաքական կազմակերպություններից մեկը, որ Հայաստանի ազգային ժողովում ակտիվ նախաձեռնողն ու մասնակիցը եղավ, որպեսզի ընտրական օրենսգրքում կատարվեն այնպիսի փոփոխություններ, որոնք կերաշխավորեն կանանց ներգրավվածությունը պետության կառավարման գործընթացին։ Այս իմաստով ես այսօր գոհունակությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի ապագա խորհրդարանում յուրաքանչյուր 3 տղամարդուց հետո 4-րդը պետք է անպայման օրենքի ուժով լինեն կանայք։ Այսինքն Հայաստանի ապագա ազգային ժողովի 101 падգամավորներից 25-ը լինելու են կանայք։ Եվ սա իհարկե Եվ այս գործում կարևոր դերակատարում է ունեցել նաև մեր քաղաքական կազմակերպությունը, որ ազգային ժողովում ստորագրել է համապատասխան փաստաթղթի տակ եւ այն այսօր արդեն օրենքի ուժ է ստացել եւ այսուհետ առաջիկա ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն պետք է հաշվի առնի կանանց պարտադիր մասնակցության հանգամանքը եւ իրենց ընտրական ցուցակներում եւ վաղը նաեւ խորհրդարանում։ Ես բավականին երկար քաղաքական ճանապարհ եմ անցել եւ համոզված կարող եմ պնդել, որ կինը քաղաքականության մեջ, կինը վաղվա ազգային ժողովում պետության կառավարման գործընթացում ունի բացառիկ կարևոր դերակատարում։ Դա բերում է քաղաքական պայքարին մի նոր ոգի ու բովանդակություն։ Կինը քաղաքականության մեջ նշանակում է ճաշակ, իսկ ճաշակը չափազանց կարևոր պարագա է։ Կինը քաղաքականության մեջ նշանակում է նրբանկատություն, հանդուրժողականություն, միևնույն ժամանակ արդարամտություն ու պայքարի ոգի եւ բովանդակություն։ Դրա համար ես համոզված եմ, որ այն կանայք, ովքեր վաղը կլինեն մեր քաղաքական թիմում եւ կներկայացնեն մեր կուսակցությունը վաղվա մեր երկրի կառավարման գործընթացում վստահաբար կարող են իրենց ակտիվ ներգրավվածությունը ու մասնակցություն ունենալ Հայաստանում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը։ Դիմություն թե ընդդիմություն, որևիցե նշանակություն չունի։ Կնոջ դերը տալիս է հնարավորություն բերելու մրցունակ նոր գաղափարներ Հայաստանի քաղաքական դաշտ, բերելու հանդուրժողականություն ու նրբանկատություն, բերելու համառություն եւ
պայքարի ուժ ու վճռականություն։ Սիրելի կանայք, ուզում եմ ասել, որ մենք այս ընթացքում հանդես են գալու բավականին նոր ու մրցունակ գաղափարներով։ Մենք արդեն հանդես եկանք նախաձեռնությամբ, որի նպատակն է Հայաստանում ավարտին հասցնել ավանդների վերադարձման գործընթացը, որովհետև այսօր այն գործընթացը, որ մենք նախաձեռնել ենք, ցույց է տալիս, որ մի քանի տասնյակ հազար մարդիկ, այդ թվում մեծ թվով կանայք, այս գործընթացի ակտիվ սպասելիքներ ունեցողներն են, եւ մենք պետք է կարողանանք այս գործընթացը հասնել իր ավարտին։ Հաջորդը, այսօր բազմաթիվ մարդիկ Հայաստանում նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող արարքների համար դատապարտված են ազատազրկման։ Այդ թվում ոչ քիչ թվով կանայք, այդ թվում ընտանիքներ, ովքեր սպասում են իրենց ամուսիններին, այն դեպքում, որ Հայաստանում մեծածավալ գողություններ, յուրացումներ ու կողոպուտ կատարած անձիկ վայելում են իրենց հաճույքները ազատության մեջ, նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող արարքների համար շատ մարդիկ այսօր գտնվում են ուղիչ աշխատանքային հաստատություններում։ Եվ ահա մեր կուսակցությունը հանդես է գալիս մի նոր նախաձեռնությամբ, որովհետև մենք հեղինակն ենք եղել այդ նախաձեռնության Հայաստանում ներդնելու այլընտրանքային պատիժների ռազմավարություն, այն է պրոբացիոն ծառայության համակարգ, որի նպատակը պետք է լինի, որ այո, այն մարդիկ, կապ չունի կին թե տղամարդ, ովքեր Հայաստանում դատապարտվել են փոքր-մոքր զանցանքների համար, այդ մարդիկ պետք է կարողանան լինել ազատության մեջ եւ իրենց պատիժները կրեն քաղաքակիրթ մեխանիզմներով, այն է պրոբացիոն ծառայության սահմանների շրջանակների հետեւական ընդլայնման միջոցով։ Հաջորդ կարևորագույն խնդիրը վերաբերվում է այն մասին, ինչի մասին խոսեց Մարինե Քոչարյանը, այսօր տասնյակ հազարավոր կանայք աշխատում են գյուղատնտեսության բնագավառում, բայց նրանց աշխատանքը չի համարվում աշխատանքային ստաժ։ Անհրաժեշտություն կա իրոք օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որը կերաշխավորի գյուղաբնակ կանանց աշխատանքը որպես աշխատանքային ստաժ հաշվարկելու եւ պետության կողմից համապատասխան վճարումներ ստանալու երաշխավորություն։ Բազմաթիվ են մեր ծրագրերը նաեւ կանանց խնդիրների, կանանց հիմնահարցերի լուծման առնչությամբ մեր պետական եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Օրինակ վերջերս ես հանդես եկա մի նախաձեռնությամբ, որի մասին մենք շարունակաբար պնդելու ենք, որ այո, Հայաստանում աստիճանական անցում պետք է կատարվի պրոֆեսիոնալ բանակի, որ 18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն, այլ պետք է ծառայությունը, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում է, տեղի ունենա ինչպես աշխատանք եւ դրա դիմաց կատարվի վարձատրություն։ Այսօր Հայաստանի բազմաթիվ մարզերում տասնյակ հազարավոր մարդիկ գործազուրկներ են, 20, 25, 30, 40, 45 տարեկան տղամարդիկ, ովքեր պատրաստ են գնալ բանակ իբրև աշխատանք, իբրև վարձատրվող աշխատանք եւ գնան պահեն իրենց սահմանամերձ բնակավայրերը, իրենց տներն ու օջախները։ Եվ այսօր աշխարհի առնվազն 30 երկրներ զարգանում են հենց այս ճանապարհով։ Այո, Հայաստանում հաշվի առնելով նաև բարդ տարածաշրջանային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրները, մենք պետք է քաղաքական ու քաղաքացիական արիություն ունենանք աստիճանաբար մեր զինված ուժերում մեծացնել պայմանագրային զինծառայողների թիվը եւ հնարավորություն տանք, որպեսզի մարդիկ համապատասխան վերապատրաստումների միջոցով կարողանան պահպանել իրենց հայրենիքն ու պետական սահմանները։ Չեմ ուզում ձեզ շատ հոգնեցնել։ Մենք բազմաթիվ ծրագրեր, նախաձեռնություններ ունենք, բայց գլխավորը մեկն է, որ հայկական վերածնունդը իբրև քաղաքական կազմակերպություն ակտիվ աջակիցն է կանանց դերի հետևողական բարձրացման հայ հասարակության մեջ, որտեղ կան ակտիվ իրենց հայրենիքի մասին մտածող կանայք, այդ կանանց հնարավորություն է տրվում մասնակցել իրենց երկրի կառավարման գործընթացում, այդ կառավարման գործընթացը տեղի է ունենում ավելի արդյունավետ,
Այսօր մենք ունենք բավականին հրաշալի կին պատգամավորներ Հայաստանի ազգային ժողովում, անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։ Ունենք կառավարությունում, ունեցել ենք նախորդ կառավարություններում կանայք, ովքեր կարողացել են արդյունավետորեն կառավարել իրենց համակարգերը։ Մենք պետք է մեծ ուժ ու հնարավորություն տանք կանանց, եւ ես համոզված եմ, որ այսօրվա համագումարը նաեւ այդ հնարավորության դրսևորման եղանակներից մեկն է։ Այնպես որ սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ այս համագումարի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ նախ եւ առաջ քաջ առողջություն, կամք, կորով ու վճռականություն։ Դուք պետք է պայքարեք, որպեսզի ձեր զավակները ապրեն արժանապատիվ երկրում։ Երկրի պասիվ քաղաքացին երբեք չի կարող օգտակար լինել իր երկրում կուտակված խնդիրների լուծմանը։ Ընտանիքում նույնպես, այն կինը, որ մտահոգ չէ իր ընտանիքի ճակատագրով, ձեռնամուխ չի լինում իր ընտանիքում կուտակված խնդիրների լուծման, այդ ընտանիքը շատ ավելի ուշ կհասնի հաջողության, քան այն պարագայում, երբ կինը ակտիվ դերակատար է, հոգատար մայր է, ուշադիր վերաբերմունք ու դիրքորոշում է ցուցաբերում թե իր ընտանիքի, թե իր պետության հոգսերի նկատմամբ։ Այնպես որ շնորհավորում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում իմ հետ պայքարող բոլոր կանանց, շնորհակալություն եմ հայտնում այն կանանց, ում հետ ես 20 տարի է ճանապարհ եմ գնում։ Այս դահլիճում շատ նման մարդիկ կան։ Շնորհակալություն ձեզ, բոլորիդ ես հորդորում եմ, կոչ եմ անում նորից ժողովել մեր ջանքերը, պայքարել միասին մեր հայրենիքը այս խորը փոսից դուրս բերելու համար։ Ազգային ժողովի հայկական վերածնունդ կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր ելույթում ընդգծեց կանայք պետք է ակտիվ դերակատարում ունենան լրջագույն գործընթացներում։ Հենց ուժեղ կանանց միջոցով է ըստ Բիշարյանի, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր պետությունը պահում է իր գոյությունը։ Բոլորիս է հայտնի, որ վերջին ժամանակահատվածում մեր երկիրը լրջագույն ձևով թալանի է ենթարկվել։ Երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Կանայք, որոնք մշտապես եղել են իրենց տան սյունը, նաև պետության սյունն են, եւ պատահական չէ, որ այս ուժեղ կանանց միջոցով պահպանվում է դեռևս թուլացած, թալանված, ծայրահեղ ծանր քաղաքական, տնտեսական վիճակում գտնվող պետությունը։ Դա մեր շնորհիվ է, կանանց շնորհիվ է, որովհետև մենք կանգնած ենք մեր ընտանիքների կողքին, որովհետև տղամարդիկ, որոնք դրսում են, փաստորեն այսօր հույսը դրել են մեր պետության ներսում իրենց ընտանիքների պահպանման գործում իրենց կանանց վրա։ Մենք պարտավոր ենք, որպեսզի վաղը ձեռք-ձեռքի տված պայքարենք երկրի հաջողության համար։ Սիրելի հայրենակիցներ, վերջին տասնյակների ընթացքում երկրի հնարավորությունները դուրս են հոսել։ Մեղավոր ենք նաև մենք, որովհետև մենք ինքներս կանայք ծնված օրվանից իրենց տեսակը ըմբոստ տեսակ է, բայց չգիտես ինչու մի կողմ ենք դրել այդ ըմբոստությունը եւ թողել ենք, որ այսօր երկրի արյունատար անոթներից օգտված տզրուկները գլուխ բարձրացնեն այս առաջիկա կարևոր գործընթացների մեջ եւ խոսեն այն իրավիճակի մասին, որ առաջացել է իրենց պատճառով։ Վերջին ժամանակահատվածում կարծես խոսողները շատացել են։ Մեր ուշադրության կենտրոնում են նրանք։ Ես մի բանում եմ ուրախ, որ նրանք կրկնում են այն գաղափարներն ու թեզերը, որ տարիներ շարունակ խոսում է մեր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Ես երեք լսում էի որոշ քաղաքական գործիչներին, որոնք թևակողում են քաղաքական դաշտ, խոսում են ժողովրդավարությունից, ռազմաարդյունաբերական ձեռնարկություններից, խոսում են օրենքների գերակայությունից, խոսում են մարդու իրավունքների պաշտպանությունից, որի մասին խոսում, պայքարում ու իրականություն ենք ուզում դարձնել մենք։ Մեր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ես այսօր հպարտ եմ, որ դարձել են այդ գաղափարները քաղաքական գործիչների կողմից որպես սկզբունք օգտագործվող գաղափարներ ու թեզեր, եւ ես վստահ եմ, որ հենց այդ քաղաքական գործիչների քանակն ավելանալու արդյունքում մենք իրականացնելու ենք այն նպատակներն ու գաղափարները, որոնք կրում են մեր քաղաքական ուժի առաջնորդները։ Սիրելի կանայք, դժվարությունը շատ է։ Ես չեմ կարող չհուզվել, երբ խոսելու եմ գյուղի կանանց մասին, որոնց մեջ կկռած ողջ ընթացքում հողի հետ կռիվ տալով իրենց դառն ու ցավն են պատմում հաճախ հողին, հուզվում են, լացում են առանց տղամարդ ընտանիքները։
Չգիտեն ինչպես պետք է վճարեն իրենց ուսման, երեխաների ուսման վարձը, չգիտեն ինչպես պետք է այն ծախսերը հոգան, որոնք ամեն րոպե, ամեն քայլափող կապված են դպրոցի, բուհի, ընտանիքի, ամուսնության, երիտասարդ ընտանիքներ կազմելու հետ կապված։ Կնոջ վիճակը ծանր է, որովհետև ինքը պատասխանատու է։ Կնոջ վիճակը ծանր է, որովհետև պետության վիճակն է ծանր։ Պետության վիճակը ծանր է, որովհետև մենք լավ չենք պայքարում։ Մենք լավ չենք կռվում, սիրելի մանկավարժներ, բժիշկներ, ուսուցիչներ, որոնք վաղը լծվելու են պետության ապագան կերտելու գործընթացներին։ Խորհուրդ եմ տալիս եւ խնդրում եմ, եղեք ուժեղ, սկզբունքային, երբեք մի ենթարկվեք ճնշումների։ Բացահայտ է, որ մեր երկրում կան ճնշումներ, բացահայտ է առավել եւս կանանց վրա, որոնք փոքրիկ աշխատանք ունեն այս երկրում։ Այդ աշխատանքը ձեր խելքի շնորհիվ է, ձեր ֆիզիկական ուժի շնորհիվ է, որևէ մեկը դա ձեզ չի նվիրել։ Մի վախեցեք պահելու եւ պահպանելու այն դերն ու նշանակությունը, որ դուք ունեք, անկախ Հայաստանը հզոր դարձնելու համար։ Ես ձեզ խնդրում եմ, որ մենք առաջիկա գործընթացների ժամանակ թույլ չտանք նախկին այն թալանչիներին, որոնք կարծես թե նոր սկիզբ են ուզում դնել, մոռացնելու մեր հիշողության վրա կասկածելու, որ մենք իբրև մոռացել ենք, որ երեք իրենք թալանի խողովակից օգտվելով փորձում են հարստանալ։ Այսօր մի փոքրիկ հեռացել են, ըմբոստացել են, մի փոքր պակասել է իրենց գողությունը, ավարը, ըմբոստացել եւ ընդդիմադիրներ են դարձել։ Ես գտնում եմ, որ պետք է մաքուր տեսակը խոսի դրա մասին։ Ես գտնում եմ, որ մեր երկրում այս կարևոր գործընթացների ժամանակ, երբ առաջիկայում բախտորոշ ժամանակներ են մեր պետության, մեր ընտանիքների, մեր երեխաների համար, մենք իրավունք չունենք գայթակղվելու գեղեցիկ խոսքերով, կեղտոտ գարշահոտ ունեցող իրենց թալարած փողերով եւ փորձել թույլ տալ, որպեսզի Հայաստանում նորից գործի այն սկզբունքները, որոնք տասնյակ տարիներ շարունակ ունեցել են իրենց ազդեցությունը մեր քաղաքական, ընտրական գործընթացների վրա։ Սիրելի կանայք, մենք մեծ գործ ունենք անելու։ Ես նորից եմ ուզում ողջունել բոլոր այն կանանց, որոնց չի խանգարել այս ձմեռը։ Հեռու Հայաստանի բոլոր վայրերից այստեղ նստած կանայք կան։ Մենք պետք է փոխենք մեր կյանքը, մենք պետք է օգնենք քաղաքական այն գործիչներին, որոնք բանիմաց ու գրագետ են։ Մենք պետք է կանգնենք նրանց կողքին, մենք պետք է բեռը վերցնենք մեր վրա, մենք պետք է թույլ չտանք, որ մեր երեխաների ապագայի հենքի վրա հաշվեն, թե որքան արժե այն ապագան, որը վաղը մեր ձեռքից վերցնելու են։ Ես կուզենայի, որ արժևորենք մենք ինքներս մեզ, արժևորել մեր ներուժը, մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք պետք է թույլ չտանք, որ այսուհետ Հայաստանից հոսենով շոր, թալանած, գողացած փողերը, մենք իրավունք չունենք անզենք զինվոր պահելու, սոված զինվոր ունենալու, մենք իրավունք չունենք խելացի ուսանողին արդյունքները աչքերից դուրս թողնելու, մենք իրավունք չունենք սոված աշակերտ ունենալու, մենք իրավունք չունենք ուսուցիչը գլուխը կախ մտնելու դասարան ամաչելու իր հագուստից եւ իր սոցիալական վիճակից, մենք իրավունք չունենք այսուհետ թողնելու անկախ Հայաստանը այլևս անկախ չկոչվելու գաղափարին, մենք իրավունք չունենք, մենք կարևոր ենք, սիրելի կանայք, մենք պարտավոր ենք մեր ընտանիքներին մեր կողքին պահելու, որովհետև այսօր այն ընտանիքները, այն երիտասարդությունը, որը հեռացել է Հայաստանից, նա այլևս Հայաստան չի վերադառնալու։ Եվ Հայաստան են գալիս օտարամոլները, օտարազգեցիները, նոր սերունդ է ձևավորվում, այլասերվում է հայ ազգը, կորցնում է պետությունն ու պետականությունը իր դեմքը, կորցնում են մեր ընտանիքները իրենց ամրությունը։ Հասկանում եք մենք ինչ թանկ բաներ ենք կորցնելու, հասկանում եք ինչ ճանապարհի վրա ենք մենք եւ որքան վտանգավոր է այս իրավիճակը մեր ընտանիքների համար, մեր պետության համար։ Ուստի ես կոչ եմ անում, որպեսզի ոչ միայն սրանք խոսքեր լինեն, ոչ միայն մենք հուզվենք այս պահին, ոչ միայն մենք մտածենք, որ իսկապես սրանք ճշմարտություն են, այլ պայքարենք, որպեսզի իսկապես այս ճշմարտությունը փորձի
այս կյանքում իր տեղն ու դերն ունենալ։ Ես սիրում եմ ձեզ, մենք միասին ենք եւ վստահ ենք, որ մեր քաղաքական ուժի միջոցով մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ երկրում պատմության անիվը տանեն կանանցով դեպի հայկական վերածնունդ, դեպի Հայաստանի վերածնունդ, որովհետև սիրելի հայրենակիցներ, սիրելի կանայք, որովհետև քաղաքականության մեջ մեր փրկությունը դա կրթությունն է, կրթությունը ջրհեղեղի մեջ, կրթված մարդը ջրհեղեղի մեջ տապան է, եւ մենք պետք է նրա արժեքն իմանանք, եւ եթե դուք ուշադիր եք, վերջին շրջանում բազազարտեմները բացել են իրենց փողի մեշոկները, որքան, այսպես ասած, բակային, փողոցային, չգիտեմ, չոխվեք կան, գլուխ են բացացել, սկսել են հաշվել իրենց հնարավորությունները, թույլ մի տվեք, մի ենթարկվեք, սա վտանգավոր է, պետության, անկախության, պետականության, մեր ընտանիքների համար լրջագույն վտանգ է ներկայացնում, մենք պետք է օգնենք կրթված մարդկանց, աջակցենք, կանգնենք նրանց կողքին եւ անենք ամեն ինչ, որ մենք ապրենք վերածնված Հայաստանում։ Համագումարի ընթացքում ելույթներով հանդես եկան հայկական վերածնունդ կուսակցության կանանց միության մի շարք անդամներ, հասարակությանը հայտնի գործիչներ։ Ես շատ ուրախ եմ այս հնարավորության համար մասնակցելու այս համագումարին եւ ձեզ հետ միասին մասնակցելու եւ ընթանալու մի ճանապարհով, որը տանելու է դեպի վերածնված Հայաստան։ Հայաստանում գրեթե բոլոր կուսակցությունները ունեն կանանց միություններ, բայց հայկական վերածննդի կանանց միությունը պետք է ասեմ, որ տարբերվում է բոլորից։ Բոլոր կուսակցությունները ունեն կանանց միություններ, բայց ոչ ոք չունի այնպիսի նվիրյալ, սկզբունքային, արդարամիտ քաղաքական գործիչ, ինչպիսին Հեղինե Բիշարյանն է։ Ես իսկապես ուզում եմ այս առիթը օգտագործել առանձնապես չեմ կարող չնշել այդ փաստը, որովհետև դա բոլորը գիտեն։ Սիրելի բարեկամներ, մենք իսկապես երկար ճանապարհ ունենք անցնելու միասին եւ կարծում եմ վստահ եմ, այդ ճանապարհը փսակվելու է հաջողությամբ։ Դեռևս մեր անկախության սկզբից մեզ երկրի ղեկավարները փորձում էին համոզել, որ մենք սովորական ժողովուրդ ենք, որ մենք վատ ենք ապրելու։ Եկել է ժամանակը նրանց պատասխանելու, ոչ, մենք վատ չենք ապրելու եւ մեզ սպասվում է փառահեղ ապագա։ Արդեն 25 տարի է մեզ զրկել են հույսից, լավատեսությունից, մեզ անդադար փորձել են այսպես ընկճել։ Եկել է ժամանակը ասելու ոչ, մենք ոտքի ենք կանգնելու եւ ոտքի ենք կանգնեցնելու Հայաստանը։ Եկել է փոփոխությունների ժամանակը եւ դա սկսվելու է առաջին հերթին ազգային ժողովից։ Ազգային ժողովը այսօր իր գրեթե 80%-ով, այսպես կարելի ասել, բացասական ֆոն է, 20%-ը աշխատում է եւ ակնհայտ է, որ այդտեղ հենց հայկական վերածննդի խմբակցությունը շահեկանորեն տարբերվում է, ակնհայտ է, իր փոքրաթիվ պատգամավորներով եւ մենք հպարտանում ենք նրանցով։ Մասը ուժեղ է, երբ ուժեղ է ամբողջությունը։ Եվ մենք այսօր բոլորս եւ ես ինձ զգում եմ մի մասնիկը հայկական վերածննդի։ Բայց ամբողջությունը դառնում է ուժեղ, երբ այդ մասերը մենք բոլորս միմյանց հետ ներդաշնակ ենք։ Եվ կարծում եմ հայկական վերածննդում այդ ներդաշնակությունը կա։ Ես իսկապես ուրախ եմ, որ մասնակցելու եմ ընտրություններին վարկանիշային ցուցակով եւ շնորհակալ եմ այդ հնարավորությունը ինձ ընձեռելու համար եւ ինձ ընտրելու են Արաբկիր, Դավիթաշեն եւ Աչափնյակ համայնքի բնակիչները։ Կներեք արդեն քարոզարշավը սկսելու համար։ Ես
ուզում եմ ավարտել ելույթս, որովհետև գիտեմ շատ են ելույթները մեկը մյուսից բովանդակալից, հաղթանակ եմ ցանկանում հանուն վերածնված Հայաստանի։ Ես քաղաքականությամբ սկսել եմ զբաղվել 2009 թվականից։ Եղել եմ Ժառանգություն կուսակցության Վայոց ձորի տարածքային կառույցի նախագահ 2012 թվականից։ Սակայն 1 տարի առաջ հանգամանքներից ելնելով որոշեցի դուրս գալ Ժառանգություն կուսակցությունից եւ միանալ Հայկական վերածնունդ կուսակցությանը։ Այն գիտակցումով, որ այստեղ կարողանամ իրագործել այն բոլոր օգտակար եւ արդյունավետ ծրագրերը, որոնց մասին երազել եմ։ Ես եկել եմ այն համոզմանը, որ հենց ՀՎԿ-ն է այն կուսակցությունը, ով խոսքից անցնում է կատարում կոնկրետ խնդիրների լուծմանը։ Ես որպես մարդ ներկայացնող կին խնդրում եմ, որպեսզի մեր բոլորիս ուշադրությունը մշտապես սերվերված լինի մարզերը, քանզի Հայաստանը միայն Երևանը չի, իսկ մարզերում խնդիրները ամենահամեմատ շատ են։ Ինքս ապրելով մարզում, Վայոց ձորում, ամեն օր առնչվելով դրանց կցանկանայի հատկապես առանձնացնել հետևյալները։ Խնդիրների խնդիրը մեր երկրում մնում է ահագնացող արտագաղթը, դեմոգրաֆիական ճգնաժամը, դատարկվում են սահմանաբերձ գյուղերը։ Գյուղացում զրկում են սեփական երկրում ապրելու, արարելու իրավունքից։ Վերջին տարիներին մարզերում նկատվում է ծնելիության կտրուկ անկում։ Բոլորս մեր շրջապատում տեսնում ենք, որ երիտասարդները սոցիալ-տնտեսական խնդիրներից ելներով չեն ցանկանում ամուսնանալ։ Ես ինքս 3 չափահաս երեխաների մայրիկ եմ եւ սեփական մաշկից վրա զգում եմ այդ ծանրությունը։ Ամուսնացածներն էլ 1-2 երեխաներ են ունենում, այսինքն իրենք իրենց փոխարեն են վերարտադրվում եւ վերջ։ Հզոր պետություն կառուցելու համար մենք պետք է լուծենք այս խնդիրը, որովհետեւ տարիներ հետո սահմանը պահող զինվորի խնդիր ենք ունենալու, հայ օջախները շենացնելու համար, հայ մայրերի խնդիր ենք ունենալու։ Այո, մեր երկրի վրա առաջած սառացած խնդիրները բազմազան են, սակայն համոզված եմ, որ մեր քաղաքական մեծ թիմը գիտի դրանց լուծման ճանապարհները, վճռական է իր պայքարում, իսկ այդ պայքարում նաև որպես առաջնամարտիկներ ներգրված են նաև Հայկական վերածնունդ կուսակցության տասնյակ հազարների հասնող կանանց մեծ բանակը։ Սիրելի գործընկերներ, ինքս միանալով ՀՎԿ-ին վստահ եմ եւ հավատում եմ, որ մեր միասնական ճանկերի շնորհիվ վաղը մենք եւ մեր երեխաները ապրելու ենք ինքնիշխան, ավելի արդար, բարեկեցիկ եւ արժանապատիվ պետությունում։ Ես շատ խորեցի իմ ելույթի նպատակահարմության շուրջ եւ հանգեցի եզրակացության, որ այո, այլևս պետք չէ լռել, պետք չէ խոսել այն խնդիրներից, ցավերից, որոնք այսօր հետապնդում են մեզ։ Այո, հենց ես պետք է խոսեմ, հենց ես պետք է պահանջեմ, քանզի ես իմ հայրենիքին տվել եմ մոր համար ամենաթանկը՝ զավակին։ Որպես հայ մայր, ես հպարտ եմ, որ իմ որդին հերոսացել է հայրենիքի, բայց միևնույն ժամանակ շատ ավելի վշտացած եմ, քանզի մենք ամեն օր կորցնում ենք բոլոր ոլորտներում, տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, արդարության, օրինականության մեջ, հույսի, վաղվա օրվա մեր հավատի մեջ, եւ որ ամենակարևորն է, կորցնում ենք մարդուն ամեն օր հայրենիքից հեռացող հուսալքված, օտարափերում իրենց բախտը որոնող աշխատավոր հայ մարդուն։ Մինչդեռ մեր զավակները իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, որպեսզի հայը չհեռանա Հայաստանից, մնա, արարի կառուցի ու շենացնի մեր հայրենիքը։ Հարգելի գործընկերներ, Հայկական վերածնունդ կուսակցության քաղաքական թիմի հետ ես անցել եմ երկար տարիների ճանապարհ։ Հենց այս թիմի հետ են կապված բազմաթիվ լուսավոր գաղափարներ, որոնք իսկապես արմատական լուծում կտան մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրների, առողջապահության, սոցիալական, տնտեսական ոլորտներում, կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում։ Որպես նմանատիպ փայլուն գաղափարներից մեկը ես կցանկանայի հատկապես շեշտել եւ ողջունել Հայկական վերածնունդ կուսակցության նախագահ պարոն Արթուր Բաղդասարյանի նախկինում եւ այսօր հնչեցած թեզը, որ մեր երկրի սահմանին պետք է կանգնեն ոչ թե 18 տարեկան անփորձ երեխաները, այլ պրոֆեսիոնալ զինվորները, որոնք դրա համար նաեւ վարձատրվում են։ Այո, մենք պետք է աստիճանական անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակին, որը մեզ հնարավորություն կտա խուսափել ինչպես մեծ թվով զոհերից, այնպես էլ լուծել սոցիալական խնդիրներ։ Սիրելի կուսակիցներ, ես այսօր ուրախ եմ, շնորհակալ, որ որպես պատգամավորության թեկնածու առաջադրվում եմ Հայկական վերածնունդ կուսակցության վարկանիշային ցուցակով։ Իմ նման շատ մայրեր կան, որոնց խնդիրները այսօր անտեսված են, եւ ես վստահ եմ, որ իմ ընտրվելու դեպքում ես պայքարելու եմ բոլոր այդ մայրերի համար, զավակները
ծնողներ, հայրեր, եղբայրներ կորցրած ընտանիքների իրավունքների համար։ Ես պայքարելու եմ, որպեսզի այլևս զավակ չկորցնենք։ Ձեր կողքին եմ, որտեվ չէի կարող մերժել եւ ինչու մերժեի։ Դրա առիթը չկար։ Ինչու մերժեի այն կուսակցության հրավերը, որ արդեն քանի տարի մեր կողքին է։ Այո, դուք այն բացառիկ կուսակցություններից եք, որ արդեն մի քանի տարի չեք հոգնում, չեք ձանձրանում, չեք զլանում, բարձրաձայնում եք շարունակաբար մեր հարցերը, նայրիցներից համար շատ ու շատ կարևոր։ Այսպես, երկար տարիների փորձն ապացուցել է, որ նայրիտի միջոցով կարելի է բավականին կարճ ժամկետում հարստանալ, հեքիաթների հերոսների պես եւ չպատժվել։ Իսկ իր ավարտին չի հասնում, այսպես ասած, հայոց հարցի վերջը, որտեղ չեն ուզում բացվի այն կծիկը, որը տանում է դեպի սկզբնաղբյուր, դեպի մարդիկ, որոնք առ այսօր անպատիժ են մնացել։ Նայրիտի հարցը լուծում չի ստանում կառավարության, ինչու չէ նաև երկրի նախագահի անտարբերության արդյունքում։ Ինչ է, ներդրողներ չկան։ Ներդրում անել ցանկացողները շատ են, բայց հա կառավարությունը միշտ խոչընդոտ է հանդիսացել եւ հանդիսանում, որովհետեւ կառավարության կուտակած պարտքերը, միջպետական բանկերից ստացած վարկերը բազմաթիվ են։ Բնականաբար ոչ ոք չի ցանկանում մարել կառավարության փոխարեն։ Բոլորը հասկանում են, որ այդ գումարները նայրիտ չեն մտել։ Այժմ մեր պահանջը մեկն է՝ վերագործարկել նայրիտը։ Միաժամանակ տալով նայրիտին հատուկ արտոնություններ, դրանով իսկ հնարավորություն ընձեռելով ներդրողին կյանքի կոչելու երբեմնի հսկային։ Բայց ինչպես միշտ, մեր կառավարությունը զերծ չի մնում անակնկալներից։ Այժմ էլ սննկացում եւ դեռևս չներկայացված ծրագիր, որի մասին հավատացրել են վերջերս։ Համարձակվում եմ ասել, որ հայաստանյան ներկա իրավիճակում այսպիսի դժվարին դրության մեջ հայտնվելու հեռանկարը սպառնում է յուրաքանչյուրիս։ Ուստի նայրիտի եւ նայրիցու խնդիրը ամենքիս խնդիրն է։ Այսօր այս ամենը վերլուծելով ես վստահ կարող եմ ասել. մեր կողքին է մի կուսակցություն, որին կարող ենք վստահել եւ ոչ միայն։ Միասին կարող ենք ճանապարհ հարթել։ Դա նախ եւ առաջ տեսնում եմ նայրիտի վերածննդով։ Այո, նայրիտը Հայաստանի արդյունաբերության վերջին մոհիկանն է եւ մենք ամեն ինչ պետք է անենք նրան փրկելու համար։ Մեր աշխատանքը այսքանով չի ավարտվում։ Այն շարունակական է։ Եվ այս ամենին հասնելու համար մեր բոլորի ջանքերի շնորհիվ մենք պետք է գրանցենք նախ կուսակցության հաղթանակ։ Ու վերջում, եթե ճանապարհը տատում է դեպի նպատակ, ապա միևնույն է, թե որքան է այդ ճանապարհի երկարությունը, հատկապես երբ այդ ճանապարհը այսուհետ միասին ենք անցնելու։ Ես ինձ համարում եմ ձեզանից մեկը եւ վստահաբար ասում. միասին մենք հաղթանակած դուրս կգանք։ Ես հավատում եմ մեր հաղթանակին։ Թույլ տվեք Շիրակի մարզի կանանց միության անունից ողջունել բոլորիդ։ Հարգելի գործընկերներ, ինչպես տեսնում եք, այս մեծ դահլիճը լեփ-լեցուն է, իսկ դա նշանակում է, որ մեր կուսակցությունը ժամանակի թելադրանքն է։ Դա նշանակում է, որ մեր կուսակցության առաջնորդ Արտուր Բաղդասարյանի հայկական վերածննդի գաղափարը ոչ միայն արդիական է, այլ նաև մարտունակ եւ մարտահրավերներ հաղթահարող գաղափար։ 2016 թվականի սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հայկական վերածնունդ կուսակցության կանանց ներգրավվածության ապացույցն այն էր, որ մեր կուսակցության որոշ ներկայացուցիչներ դարձան ավականու անդամներ։ Հատկանշական է, որ միության անդամներից շատերը իրենց ակտիվ մասնակցություն ունեցան ապրիլյան պատերազմի օրերին, որպես վառ ապացույց հայ կանանց կամավորների ջոկատի ստեղծումներ։ Մեր միության անդամներից շատերը այդ օրերին եղան առաջնագծում, այցելեցին զինվորների հարազատներին, ստեղծվեց անմիջական կապ նրանց հետ եւ մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք սատարելու եւ աջակցելու գործում։ Հայասի գրուպի հետ համատեղ, ինչպես նաև Արտուր Բաղդասարյանի անմիջական աջակցությամբ մենք բազմաթիվ օգնություններ ենք ցուցաբերել սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին, ինչպես նաև առաջնագծում գտնվող զինվորներին։ Պետք է նշեմ, որ վերոհիշյալ հայ կանանց կամավորների ջոկատը միության անդամների հետ համատեղ իր ուշադրության կենտրոնում է պահում մի շարք մանկատներին, ցուցաբերելով համապատասխան օգնություն։ Հայկական վերածնունդ կանանց միությունը մշտապես հանդես է եկել երկրում աղքատության հաղթահարման ուղղությամբ տարվող գործառույթների մշակման եւ իրականացնելու դիրքերից, մասնավորապես, երբ խոսքը վերաբերվում է միայնակ մայրերին եւ բազմազավակ ընտանիքներին։
Միության կողմից եղել են առաջարկներ թե գործադիր, թե օրենսդիր հարթության շրջանակներում, պարբերաբար կազմակերպվող կլոր սեղանների եւ բազմաբնույթ քննարկումների արդյունքում ծնվել են ազգանապաստ առաջարկներ եւ մոտեցումներ։ Միության շատ անդամներ սերտ համագործակցության մեջ են եվրոպական եւ տարբեր միջազգային կառույցների կին ներկայացուցիչների հետ։ Նմանատիպ համագործակցություններն էլ ավելի կատարելագործում են քաղաքական գործառույթները կյանքի կոչելու միտումները։ Ինչպես վկայում են շատ լրատվամիջոցներ, մեր կուսակցության կանանց միությունը աչքի է ընկնում իր աշխատանքով եւ մարտավարությամբ։ Պետք է նշեմ, որ այս ամենը հայկական վերածնունդ կուսակցության առաջնորդ Արտուր Բաղդասարյանի կանանց միության հանդեպ ցուցաբերած ուշադրության արդյունքն է, ինչպես նաեւ նրա կողմից վարած արդար եւ անաչառ քաղաքականության շնորհիվ կուսակցության ներսում ստեղծված ներդաշնակ մթնոլորտը կանանց միության եւ այլ միությունների միջև։ Սիրելի կանայք, հարգելի գործընկերներ, առջևում երկրի, ինչպես նաև մայրաքաղաքի համար բախտորոշ ընտրություններ են։ Խոսքը 2017 թվականի ապրիլի 2-ին ազգային ժողովի եւ մայիսի 3-ին Երևանի ավականու ընտրությունների մասին է։ Ես վստահ եմ, որ հայկական վերածնունդ կանանց միությունը արժանագույնս կընդունի մարտահրավերները եւ փառքով կհաղթահարի դրանք։ Բոլորիս ցանկանում եմ հաջողություն եւ հաղթանակ։ Հայկական վերածնունդ կուսակցության կանանց համագումարի հարգելի մասնակիցներ եւ հյուրեր։ Հայկական վերածնունդ կուսակցության կանանց համագումարի ամբիոնից ինձ հնարավորություն է տրվել խոսել բարձրաձայնել այն կարևորագույն հրատապ լուծում պահանջող հիմնահարցերի մասին, որոնք առաջին հայացքից առնչվում են կանանց, բայց իրականում առանցքային են ամբողջ հասարակության բնականոն գործունեությունը ապահովելու առումով։ Հիրավի, համագումարը հրավիրել է հայ ժողովրդի, հայ պետականության համար վճռոշ ժամանակներում, երբ առանց չափազանցության որոշվում է մեր անկախ գոյության, անկաշկանդ զարգացման հայ մնալու եւ հայի անունը բարձր պահելու ճակատագրական հարցը։ Նախքան հայ կնոջ հիմնախնդիրներին ու դրանց հաղթահարման ճանապարհներին անդրադառնալը, կուզեի շեշտը, ինչպես արդեն ասեցի, կանանց խնդիրները չի կարելի տարանջատել ամբողջ հասարակության առնչվող խնդիրներից, եթե մենք ուզում ենք, որ հայ կինը դրսևորի Աստծո կողմից իրենց տրված ողջ ներուժը ու դրանով իսկ նպաստի հայրենիքի զորացմանը, պետք է ի վերջո տանք այն նվաստացուցիչ իրավիճակին, որի մեջ հայտնվել է Հայաստանը ներկայումս։ Եթե ուզում ենք, որ հայ կինը ապրի արժանապատիվ կյանքով, պետք է ապահովենք բարվոք պայմաններ բոլորի համար։ Պետությունը պետք է վարի այնպիսի քաղաքականություն, որը ուղղված կլինի աշխատատեղերի ստեղծմանը, կրթական, մշակութային, գիտական օջախների շենացմանը, օրենքի առջև ցանկացած հայի իրավահասարությանը, համայն հայության տունարցին ու հայրենավեր աշխատանքին հայրենի հողի վրա։ Եվ այսուհանդերձ մեր ազգի առջև ծառացած ամենակարևորագույն հիմնահարցը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը, մեր ոգին խարխլող ամենամեծ պատուհասը անմիջականորեն առնչվում է հայ կնոջը ու նրա հանդեպ պետությանն ու ընդհանուր առմամբ հասարակության դրսևորած վերաբերմունքին։ Խոսքը վերաբերվում է մեր դեմոգրաֆիական ժողովրդավարական իրավիճակին, որն այլ կերպ չես բնութագրի, քան աղետալի։ Ես հիմա թվեր չեմ մեջբերի, ապացուցելու համար այս խոցելի խավելի ճշմարտությունը։ Այս մասին շատ բարձրաձայնել են ու կարիք չկա անդրադառնալ վիճակագրական տվյալներին։ Այդ մասին գիտի այս դահլիճում նստած եւ այս դահլիճից դուրս գտնվող ամեն ոք։ Ավելի շուտ կկամենայի ընդգծել այս երևույթի հիմքում ընկած պատճառները, որոնք անմիջականորեն առնչվում են կնոջ հիմնախնդիրներին։ Մի կողմից ահա արդեն ավելի քան 2 տասնամյակ է, ինչ սկսվելու է խոնարհում արտագաղթը։ Մյուս կողմից նվազում է ծնելիությունը, դրա պատճառը ոչ թե սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն է, այլ այն ուժերը, որոնք հետևողականորեն երկիրը հասցրել են այդ իրավիճակին ու նպատակային կերպով մղում են հայ ժողովրդին հայրենիքից դուրս շպրտելու եւ արտաքսելու։ Ինչպես նաև ծնելիության անկման
ամուսնությունների թվի կրճատման, հասարակական ապաթիայի եւ ամենաթողտվության պատճառները սակայն բազմաշերտ են։ Ես իրատես եմ եւ չեմ կարծում, թե Հայաստանի ներկայիս պայմաններում հնարավոր կլինի հասնել բեկումնային լուծումների ու շուտապույտ արդյունքների, բայց որ հետևողական նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել վճռորոշ փոփոխությունների կայուն նախադրյալներ, այդ հարցում ես չունեմ ոչ մի կասկած։ Ամփոփելով, հայկական վերածնունդը այն կուսակցությունն է, որ կարող է ստեղծել այդ կայուն հուսալի նախադրյալները, իսկ կուսակցության կին անդամները հավատարիմ նախնիների պատգամներին ու մեր ապագա սերունդների սպասելիքների պատրաստ են իրենց ուժն ու անսպառ եռանդը նվիրաբերել կուսակցության հաղթանակին, որպես Հայաստանի անկախության, անվտանգության ու կայուն զարգացման երաշխիք։ Ես Վարդիկ Վարագյանս Տավուշի մարզի կանանց միության նախագահն եմ։ Աշխատում եմ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի։ Ներկայացնեմ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի կանանց հիմնախնդիրները։ Մարզի սահմանամերձ գյուղերի տղամարդկանց մեծ մասը աշխատանք չլինելու պատճառով մեկնում է արտագնա աշխատանքի։ Հոգսերը մնում են կանանց ուսերին, որոնք ապրում են եւ խնդիրները լուծում են թշնամու գրակոծների տակ։ Կանանց միության ուսումնասիրության եմ ներկայացրել Տավուշի գյուղերի կանանց խնդրանքը։ Գյուղերում կանանց գյուղատնտեսական աշխատանքները դիտել որպես աշխատանքային գործունեություն եւ համարել աշխատանքային ստաժ։ Դեռևս հազարամյակների պատմություն ունեցող տվյալներով հաջորդը միշտ էլ համարել է կնոջ ընտանիքի հիմք։ Դա այն վկայում մեզ հասած պատառիկները, բանաստեղծական, պատմական վկայություններ, Ագաթան Գեղոսի վկայությամբ հայ կինը կենսատու շունչն է եղել։ Հաջորդի համար ամենաօրհասական պահերին հայ արքաների կողքին հավասար մարտնչել եւ աննախադեպ համարձակություն են դրսևորել սիրասուն կանայք, երբեմն իրենց փխրուն ուսերի վրա վերցնելով ժողովրդի եւ երկրի պատասխանատվությունը։ 21-րդ դարը բացառություն չէ այդ առումով եւ այսօր դարի մարտահրավերները ավելի ընդգրկուն են մեր երկրի համար ու ավելի անհրաժեշտությունը մեծանում կոնսոլիդացվել, համախմբվել մեկ ուժի շուրջը, որի քաղաքական ուղղվածությունը այսօր ամենաիրատեսականն է։ Հաջորդի համար այդ քաղաքական ուժը հայկական վերածնունդն է, իր քաղաքական առաջնորդով, իր գրագետ, իմաստուն, պատրաստված եւ որն այսօր առավել կարեւոր է պատրաստական անդամներով, իր կանանց հզոր թիմով, իր առողջ դատող երիտասարդներով։ Միշտ ես ինքս լինելով հայկին զինվորի մայր, տղամարդամեծար եմ, բայց երբեք չեմ թերագնահատել կնոջ դերը եւ կարող ուժը երկրի արչեւ ծառացած հիմնախնդիրների լուծման հարցում։ Վանաձորի կանանց խորհրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կանանց միության համագումարի կապակցությամբ։ Յուրաքանչյուր համագումար հետադարձ հայացքի հնարավորությունն է ապագայի ծրագրերի եւ գործողությունների հրամայական։ Եվ մենք առաջ ենք շարժում ակնկալիքներով, նոր հույսերով, նոր ծրագրերով եւ գաղափարներով։ Վանաձորի կառույցի կանանց միության անդամները նվիրումով աշխատել եւ շարունակում են աշխատել կուսակցության գաղափարների եւ սկզբունքների համար։ Սոցիալ-տնտեսական դժվարությունները մեր երկրում չեն կարող կասեցնել անսահման սերը կնոջ, ուժը, որը նվիրվում է իր օջախին, իր հայրենիքին եւ իր ընտանիքին։ Հենց կանայք են մեր հասարակության մեջ կուտակված խնդիրների կրողը։ Հենց կանայք են առաջին դիրքերում պայքարում իրենց ընտանիքների շենացման, ընտանիքներում կուտակված խնդիրների լուծման, զարգացման գործում, ունենալով ակտիվ դերակատարում։ Հայկական վերածնունդ կուսակցության շարքերում գտնվող յուրաքանչյուր կին այսօր ուժեղ է, վճռական, պայքարելու տեսնելու այն Հայաստանը, որտեղ երազում ենք ապրեն մեր զավակները,
շենացնեն մեր հայրենիքը։ Հայկական վերածնունդ կուսակցության ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան միտված կազմակերպություն է։ Մենք պատրաստ ենք կյանքի կոչելու դրված նպատակները, կուսակցության ծրագրային դրույթները, քանզի համոզված ենք, որ այդ ծրագրերը սոցիալական են եւ կբերեն դրական փոփոխությունների։ Համագումարի ընթացքում ներկայացվեց նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին հայկական վերածնունդ կուսակցության վարկանիշային ցուցակում ընդգրկված կանանց անունները։ Ելույթներից հետո ընդունվեց համագումարի հայտարարությունը եւ միաձայն քվեարկությամբ հայկական վերածնունդ կուսակցության կանանց միության նախագահ վերընտրվեց Մարինե Քոչարյանը։ Համագումարի ավարտից հետո հայկական վերածնունդ կուսակցության նախագահը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող մի քանի հարցերի։ Հայկական վերածնունդ կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ միայնակ է մասնակցելու։ Ի պատասխան հարցին նշեց Արթուր Բաղդասարյանը։ Այսօր հայկական վերածնունդը արդեն իսկ շուրջ 200 տարբեր միավորների մի համախումբ է։ Մենք բովանդակության մեջ արդեն իսկ յուրօրինակ մի դաշինք ենք, այնպես որ հայկական վերածնունդ կուսակցությունը ընտրություններին կմասնակցի ամենայն հավանականությամբ միայնակ, իհարկե մեր դռները դեռևս բաց են, քանի որ քաղաքական կոնսուլտացիաներ տեղի ունենում են։ Թե կոնկրետ ում հետ են կոնսուլտացիաներ տեղի ունենում Արթուր Բաղդասարյանը փակագծերը բացել չցանկացավ։ Մենք կարևոր ենք համարում գաղափարների մրցակցությունը, մենք կարևոր ենք համարում, որ փողը չդառնա վճռորոշ գործոն, ձայնագնությունը եւ ձայնագողությունը իրոք Հայաստանում այլևս տեղ չգտնեն, որովհետեւ մեր երկիրը եւ մեր հասարակությունը իսկապես վիրավոր վիճակում է գտնվում։ Հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաջողության հասնելու են, իսկ շանսերը գնահատելիս կրկին որակումը նույնն է՝ փայլուն։ Ես մեր շանսերը գնահատում եմ փայլուն, եւ որովհետեւ մենք մեր հանրությանը ներկայացնելու ենք մրցունակ գաղափարներ, մենք հասարակությանը չենք տանելու թշնամության, ատելության, այլ տանելու ենք համախմբման, կոնսոլիդացիայի, հանուն մեր երկիրը այս վիճակից դուրս բերելու գաղափարի ճանապարհով։ Հարցին թե որ դաշտում է պայքարելու հայկական վերածնունդը Արթուր Բաղդասարյանը նշեց բնականաբար ընդդիմադիր, իսկ առաջիկայի համար տվեց հստակ պատասխան։ Յուրաքանչյուր կուսակցության նպատակը դա իշխանությունն է, իր նպատակների, իր ծրագրերի իրականացումը։ Ոչ մի կուսակցություն չի պայքարում ընդդիմություն դառնալու համար։ Շնորհակալ եմ։